պահողը իրար հետ միացնում լեզուն ու հավատը։ Հաճատուր Աբովյան։ Այսօրվա մեր դասի թեման երեխաներ բայի ամփոփումն է։ Ինչ գիտենք բայի մասին։ Ասացեք մեկ գաղափար, մեկ նախադասություն կամ մեկ բառակապակցություն, որը բնութագրում է բային։ Բայի սահմանումը առարկայի գործողություն ցույց տվող խոսքի մասը կոչվում է բայի։ Բայնի հետևյալ քերականական ձևերը եղանակ, դեմք, ժամանակ, թիվ, սեռկերպ, ձև։ Մոտենում է սեղանին, իմ հանձնարարությունից հետո ընտրում է բայաձևը, եթե ճիշտ է մի կողմ կարդում է, այնուհետև դնում է մի կողմ։ Սխալները հավաքում ենք միտեղ։ Սկսեցինք երեխաներ։ Ներկա ժամանակով դրված բայեր։ Ցանկացա գալիս եմ։ Ցանկացա գալիս եմ։ Ցանկանում եմ։ Ցանկանում եմ։ Մի լրիր Մի խոսիր։ լրիր խոսիր։ Ունեին բազմաթիվ սխալներ։ Թե ճիշտ էին, Լաուրա։ Ինչ սխալներ կային։ Հենց Մարիայի պատասխանը, Մարիա կրկնի։ Ցանկացա գալիս եմ։ Որն էր սխալ, որը ներկա չէր, ցանկացան անցյալ էր։ Ընտրում եք ձեր բայը, գործածում եք նախադասությունների մեջ։ Ինչ եք ընտրել, Լիանա։ Գայթե, ձերը։ Երկբայր։ Մարիա ձեր խումբը։ Այպաներ եւ ջատագով։ Նայեք հարցի շուրջ երկար է երկբայել։ Երկբայել։ Կարող եք ասել երկբայել ինչ է նշանակում։ Մտածել, երկբայել, ուրիշ, կասկածել, վարանել, տատամսել, տեսեք մի գեղեցիկ բառեր ենք սովորում, տատամսել, երկմտել եւ այլն։ Կեցեք, ապրեք, բոլորդ լավ աշխատեցիք եւ միավորեք վաստակում։ Հաջորդում ձեր խումբը Չնայած որը սխալ լինելուն մայրը ամենքերբ ջատագովում էր նրան։ Այո, ջատագովում էր նրան։ Ջատագովելը երեխաներ նաև երկիմաստ է, եւ պաշտպանել, եւ հովերքել, եւ փառաբանել, այդ իմաստով է գործածվում, բայց դարձյալ քիչ գործածություն ունի մեր խոսքում։ Ուղղակի դուք ծանոթացաք մի քանի բառերի հետ։ Մեզ մնաց մի բառ, որը վիրավորվել է ձեզանից, խռովել է ձեզանից, որ բառն է ճարակ։ Տեսեք, ճարակել նշանակում է կերակրել, նաև երեխաներ, քաղաքը հրոտ ճարակ դարձավ, այսինքն, բացատրեք այս նախադասությունը, քաղաքը հրոտ ճարակ դարձավ, կրակի բաժին դարձավ, կեցեք, կրակի բաժին դարձավ, դեր նախատել և այլն։ Հաջորդը Վրա գայթեց։ այո։ Այնուհետև դարձվածները գործածում եք նախադասությունների մեջ։ Աշխատում եք Հինգ, չորս, երեք, երկու, մեկ, բավական է, ձեր ժամանակը լրացավ, ցած են դնում մատիտները։ Ականջի նողերը, մյուս անգամ նման բան չանես, ապարնի ժամանակով։ Այս դարձվածքը ինքը ներկայացնում է իրանից որպես խորհուրդ, որպեսզի մարդը ուրիշ սխալ բաց չթողի եւ հիշային ինչ-որ դրան ասել։ Արտյոմ շատ լավ էր, ակտիվ էիր, կեցես։ Ժամանակ երեխան քնել էր էշի ականջում։ Այո, վեր։ Լիանա ջան, ապրես։ Դու ես նկարել, Լիանա, կեցես։ Աննան ընկերուի իր վերաբերմունքից ոգևորված նստել են իրենց գլխին, ասել պատկերը։ Այո։ Ես կմիացնեմ երեխաներ, նստիր։ Վերանի կողպեք դրած ամբողջ երեկո ոչինչ չասած, մենք էլ վերցրել են գլխին նստելը։ Այո, երկու պատկերը։ Իսկ նախադասությունները կկարդաս։